Բանակում թմրանյութի տարածման հարցը խիստ մտահոգիչ է։ Թմրանյութի օգտագործման եւ զինվորների շրջանում տարածելու դեպքերով կան մի շարք ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, որոնք այսօր հայտնվել են դատարանի առաջ։ Մասնավորապես Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով Պաշտպանության նախարարության N հատուկ գործողությունների վաշտի կրակային աջակցման դասակի խոշոր տրամաչափի գնդացիների ջոկի գնդացրորդի օգնական պարտադիր ժամկետային զինծառայող կոչումով շարքային գտնվելով արձակուրդի մեջ դեռևս քննությամբ պարզված վայրում 2024 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործածել է թմրանյութ եւ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին թմրանյութ գործածած վիճակում փորձել է ներկայանալ ծառայության։ Վ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա գտնվելով ծառայության մեջ Պաշտպանության նախարարության N զորամասում այդ ժամանակահատվածում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորդվին բնակավայրի ճանապարհի եզրից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրանյութ։ Իր այդ թմրանյութը զորամասը տեղափոխել գործածելու նպատակով, որը ապօրինի գործածել է զորամասում եւ նույն օրը բացահայտվել ռազմական ոստիկանության կողմից։ Այսպես կարելի է շարունակել բանակում թմրանյութի դեպքերը։ Եվ ստեղծված իրավիճակի շուրջ ամենօրինատվականը զրուցեց գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ, հասկանալու համար, թե ինչ է անում ՊՆ ղեկավար կազմը բանակում թմրանյութի դեպքերը կանխելու համար։ Թմրանյութերի դեմ պայքար վարելը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ զինված ուժերում լավ մեծ միջոցառումներ են իրականացնում, շատ մեծ քանակության միջոցառումներ, բայց փաստն այն է, որ նաև հասարակության շրջանում դա շատ լայն թափ է ստացել ու մենք իրականում պայքարում ենք այդ վատ երևույթի դեմ, եթե ով որ ինչպես են պայքարում, առաջինը ատեստավորման գործընթացը, որը որպես զինծառայող պայմանագրային հիմունքներով սպա, ենթասպա, թե շարքային պայմանագրային կան ատեստավորման, իրենք անցնում են այդ համապատասխան հետազոտություն թմրանյութերի ստուգում եւ իմ կարծիքով դա եւս կանխարգելիչ միջոցառում է, որ այն զինծառայողները, որոնք պայքարում են ատեստավորվելու եւ ֆինանսապես բարելավելու իրենց ծառայությունը, զերծ է մնում այդ երևույթից։ Իսկ եթե ատեստավորումը դա վերաբերում է զինված ուժերի ողջ զինծառայողներին, ապա պետք է վստահ համոզված լինենք, որ շատ քիչ քանակությամբ մարդիկ կարող են մի կողմ դնել իրենց ատեստավորումը, ֆինանսական հետապահովման դրամական ավելացումը եւ գնան դրա հետևից։ Բայց ցավոք սրտի կան այդպիսի դեպքեր, ինչպես պայմանագրային զինծառայողների շրջանում, այնպես էլ նաեւ ժամկետային զինծառայողների շրջանում։ Եվ մենք դա կանխարգելում ենք։